Անկարան Երևանի համար պլաններ ունի, անոնսն արել է Էրդողանը առանց փակագծեր բացելու։ Հայաստանի հետ հարաբերություններում հաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր։ Մասնագետներն ավելի վաղ նշում էին, որ հայ-թուրքական գործընթացն իմիտացիա է և լուրջ քայլերի սպասել պետք չէ։ Շարունակվող գործընթացներն էլ Հայաստանի իշխանությանն աջակցող նշանակության են։ Չի կարող ենթադրվել սահմանի լիակատար բացում, այլ կարող է լինել դիցուք սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացել, անի պատմական կամուրջի վերանորոգման աշխատանքներ եւ նմանատիպ այլ ոչ շոշափելի քայլեր։ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակելու են պնդել նախապայմանների կատարածումը, իսկ քայլերը լինելու են խորհրդանշական եւ իմիտացիոն։ Էրդողանի խոսքով Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ, ինչն է Թուրքիայի առաջնորդին նման եզրակացության բերել։ Առաջինը Արցախը կորցրել ենք եւ Արցախում հայ չի ապրում, ինչպես չի եղել երբևէ, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունները գիտակցելով կամ չգիտակցելով գնում են անասելի զիջումների, որը իրենք ձևակերպում են որպես դիվանագիտություն, բայց դա հեռավոր առնչություն անգամ դիվանագիտության հետ չունի։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն օրերս ներկայացրեց այսպես կոչված թյուրքական աշխարհի տեսլականը։ Անձամբ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս հայեցակարգային փաստաթուղթն ըստ թուրքագետների տարածաշրջանում նոր թուրան ձևավորելու գործողությունների պլանն է, այլ բառերով արդիականացված պանթյուրքիզմը, ասում են, հիմա գործ ունենք պանթուրանիզմի ռեբրենդինգի հետ։ Այդ դրույթների մեջ իր կարևորագույն տեղն ունի Զանգեզուրի միջանցք կոչված երևույթը եւ մենք մասնագետներս ահազանգում ենք վաղուց այս մասին, որ ուզում են անունը դնեն Թրամփի ուղի, ուզում են դնել Բայդենի ուղի կամ Էրդողանի ուղի, միևնույնն է Զանգեզուրի միջանցքի այդ գաղափարը հենց պանթուրանիզմի ակունքներում դրված ուրեմն իրողություն է։ Մելքոնյանը բացատրում է, պանթուրանիզմն ագրեսիվ քաղաքականություն է, որը միտված է թյուրքական աշխարհի միավորմանը ի հաշիվ այլ երկրների ու ազգերի, ի հաշիվ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ պետությունների։ Ագրեսիան քողարկում են ջերմ խոստումներով ու մատուցում։ Կարևոր է Սյունիքի ճանապարհը եւ պատահական չէ, որ այն կրում է Թրամփի անունը։ Սա ընդգծված դեմ է Իրանին, իսկ Իրանը ԱՄՆ-ի մեծագույն թիրախներից մեկն է։ Սա հեռահար դեմ է նաև Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի, գոնե այսպես ասենք, կոնկուրենտ։ Այստեղ հայկական ֆակտորը մղված է 100-րդ պլան։ Թրամփը իր անունը տալով այնպես չի, որ մտածում է Հայաստանը ոչնչացնելու կամ Հայաստանը օգնելու համար։ Սա մասին, սա գլոբալ ծրագիր է, որը ձեռնտու է ԱՄՆ-ին եւ ձեռնտու չէ տարածաշրջանի մյուս երկրներին։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Լևենտ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը։ Հասանովը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության եւ եղբայրական հարաբերությունների վրա։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական գործակցության հեռանկարները։ Սա ուրեմն տարածաշրջանային երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար լրացիչ, այսպես սպառնալիքների մի նոր փուլ է։ Զիջումների գնալով Հայաստանը սպառնալիքներից չի խուսափելու, ասում է Ռուբեն Մելքոնյանը։ Եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում հետագայում եւս տարընթերցումներ լինեն, չի կարելի բացառել նաեւ ռազմական լուծումը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։